Երևս սկսենք հենց թվերից, բազմիցս բարձրաձայնվում է 23 թիվը, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատում է 23 հայերի Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու հանգամանքը, այսինքն նրանց որպիսությունը հայտնի է և ավելին Կարմիր խաչի գործունեության շնորհիվ նաև տեսակցություններ են տեղի ունեցել այս անձանց հետ, ուստի կա ստուգելի տեղեկատվություն նրանց ողջ լինելու վերաբերյալ, սակայն սա ամենևին չի նշանակում, որ ի սկզբանե գերեվարվել են և դեռևս Ադրբեջանում պահվում են բացառապես 23 հայեր, ցավոք եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություն, մասնավորապես գերիների սպանություններ, ընդ որում այնպիսի դրվագներով, երբ արդեն գնդակահարված գերու մարմինը հանձնվել է հայկական կողմին և այստեղ կա համադրված ապացույց մի կողմից Ադրբեջանում գերի ընկած լինելու վերաբերյալ, մյուս կողմից մարմինը սպանված արդեն իսկ գտնվում է հայկական կողմի տիրապետության ներքո և երկրորդը, որ գերիները ուղղակի բռնի անհետացել են, այսինքն գերեվարմանը հաջորդող ժամանակահատվածում տեղի են ունեցել որոշակի զարգացումներ, որոնցով պայմանավորված մենք կորցրել ենք տեղեկատվությունը այս անձանց վերաբերյալ և ադրբեջանական կողմը ժխտողական մոտեցում ունի, հերքում է իր կապը բռնի անհետացած գերիների հետ և հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն, ցավոք սրտի նման անորոշության պայմաններում նաև չկա որևէ անկախ միջազգային կազմակերպություն, որը որոնողական, փնտրողական կամ այլ գործողությունների արդյունքում կարողանար հայտնաբերվել փնտրվող բռնի անհետացած գերիներին, ստուգեր նրանց ողջ լինելը